դիլիջան տեղափոխելուն պես մենք մի փոքր թարմացրել ենք մեր մենյուն աղբանելով հինը, բայց թարմացրել ենք եւ մեր մոտ գիտեք որն է դարել ամենավաճառվող ուտեստը։ Իհարկե դա խոզի խորովածն է։ Ինչու հենց խոզի խորովածը եւ ինչու է ես ուզում որ պարտադիր խոզի խորովածը լինի մեր մենյուի մեջ, որտեվ դա տարածաշրջանային գոհարներից է։ Բոլորին հայտնի է, կարծում եմ, եթե հայտնի չէ իմացեք, որ Տավուշի մարզում խոզուկներին ուրիշ ձև են մարդիկ պահում։ Իրենք իսկապես էկո են, որովհետև իրենց, այսպես ասած, ճիշտ սեզոնին բաց են թողնում սարեր եւ իրենք ուտում են միայն բնական ուտելիք, ինչի շնորհիվ իրենց միսը իհարկե ավելի համով է ստացվում, ինչքան էլ դա դաժան չի, սակայն այդպես է։ Հետո որոշ ժամանակ անց արդեն ոնց որ հետ են կանչում, այսպես ասած, ֆերմերները այդ խոզուկներին։ Մենք ունենում ենք այն, ինչ ունենում ենք, այսինքն ֆանտաստիկ տավուշյան խոզի միս, որը իսկապես տարբերվում է ցանկացած այլ տարածաշրջանի խոզի մսից, միսը ավելի փափուկ է, միսը ավելի հետաքրքիր է, ավելի օգտակար է։ Ես ինքս եմ ասում, ես բավականին քմահաճ ստամոքս ունեմ եւ խոզի միսը շատ դժվար է մարսա իմ համար, սակայն սա ես կարող եմ ուտել անսահմանափակ քանակությամբ։ Էնպես որ համեցեք, փորձեք, դուք էլ համոզվեք ու կոմենտներում գրեք արդյոք փորձել եք թե ոչ եւ ձեր կարծիքը։